Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Փարիլույս սեզի սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, Հիսուս հայրիկի օրտնյալ զավակներ, ինչպես եք այսօր։ Հույսով որ ամեն կտալ ողջ, առողջ եւ բարձր դրամատրության մեջ եք։ Այս գիրագի օր մեծ բակի 4-րդ գիրագին է։ Եվ ինչպես որ անցնող շաբաթներուն ցեզի բացադրեցի, մեծ բակի յուրաքանչյուր գիրագին անուն ունի։ Առաջին գիրագին կոչվեր Փումփարեգենթան, երկրորդ գիրագին Արդաքսման գիրագի, երրորդ գիրագին Անարագի գիրագի, իսկ այս 4-րդ գիրագին կոչվի Դնդեսի գիրագի։ Գիտեք ինչ կնշանակի դնդես, սիրելի փոքրիկներ եւ բադայներ։ Դնդես կնշանակի մեկը, որ հոգ կդանի ուրիշներուն։ Օրինակ, դուք դպրոցի մեջը դնդես մայրիկներ կունենաք, անոնք որոնք աշակերտներուն հոգ կդանին։ Դուքալ սիրելի փոքրիկներ եւ բադաններ գրնակ դնդեսներ լալ, ինչպես։ Օրինակ, եթե մայրիկը դերմա պիտի երթա եւ դուք դան մեծն եք, ցեզի գսե, զավակս, դու դան մեծն ես։ Հետևաբար դնդեսություն պիտի անես, այսինքն պիտի հոգաս, որոնց փոքրիկ եղբայրներուդ, քույրերուդ, եթե փոքրիկ քույր ունիս կամ փոքրիկ եղբայր ունիս, ըսկուշը լաս որ ոյ մեկ չարություն չնե, վատ բան չբադահի իր հետ, եթե պետք է անոր ջաշը դալ, ջաշը պետք է դալ, եթե պետք է հագցնել, պետք է հագցնել, հետևաբար տեսեք բզդիկ բաներու մեջ դնդեսություն գնեք, կդնդեսեք, հոգ կդանիք, կամ օրինակ, եթե ուսուցիչը տասարանեն քանիմը ռոբե պիտի բացակայի, մեկը կնշանակի գսե որ տուն հիմա պիտի հսկողություն ունես եւ պիտի դնդեսես, ամենուն պիտի օգնես, եւ այդ անձը, եթե ճիշտ ծևով օգնե, այդ ժամանակ եւ որ ուսուցիչը վերադառնա, կամ մյուս բարակային եւ որ մայրիկը, հայրիկը դուն վերադառնան, մեծապես պիտի քնահատեն այդ զավակը ցեզ եւ իդեսեն աբրիկ Փարի հավատարիմ զավակ աշակերտ, որովհետև այս փոքր բանի մեջ հավատարիմ եղակ, հաջորդին հայրիկը եւ մայրիկը ավելի մեծ բան պիտի ցեզ վստահին, ուսուցիչները ցեզի ավելի մեծ բարդականություն պիտի տան, որովհետև վստահություն պիտի ունենան ձեր վրա։ Նույնպես Հիսուս հայրիկ գբատմե թե ինչպես դնդեսմը ինք իր դիրոջ ամբողջ ունեցվածքին վրա դնդես եղավ եւ դերը մեկնեցավ ուրիշ քաղաք։ Այդ դնդեսին բարդականությունն էր բոլոր դնդեսներուն հետ, բոլոր մյուս կորձավորներուն հետ լավ վերապերեր, անոնց ճիշտ ժամանակին դար, խնամեր, ազնի վերապերեր բոլորին հետ, սիրով լար։ Եթե Հիսուս կսե դնդեսմը խելացի լա, եթե դնդեսմը մտածե որ բարդականություններս լավն եմ, որովհետև դերս կրնա ոյ մեկ ժամանակ կալ, եթե դերս դեսնե որ բարդականություններս կատարած եմ, ավելի պիտի քնահատե ինձի, ավելի պիտի վարձատրե։ Իսկ եթե դնդեսմը գսե Հիսուս, մտածե որ իմ դերս կրնա ուշանալ, հետևաբար նստի, քեֆն է, ուրախանա, ուդե խմե, լավ չվերապերի մյուս կորձավորներուն հետ, եւ հանգարց դերը կա իր չագնկալած ժամանակ, իր չսպասած ժամանակին, ինչ պիտի լա, դերը պիտի բաջի այդ դնդեսը, դուրս պիտի տնե, այլևս պիտի սե ես վստահություն չունիմ քո վրա, դու չես կրնար իմ ունեցվածքիս վրա դնդեսը լալ։ Սիրելի փոքրիկներ եւ բադաներ, դուք հիմա սքանչելի զավակներ եք, բայց հիմա գուց պետք է գիտնաք ամեն ինչ ճիշտ ծևով կործածել։ Ինչ որ Աստված մեզի տված է այս կյանքի մեջ, ինչ որ ձեր ծնողները, ձեր մեծերը, ուսուցիչները ցեզի վստահած են, այս փոքր տարիքի մեջ պետք է լավագույն ծևով կատարեք ձեր բարդականությունը, որբեսի վստահություն շահիք եւ հավատացեք, երբ դուք այս փոքր տարիքին ամեն ինչ լավ կատարեք, վաղը ասկի ղեկավարությունը ձեր ցերկը պիտի լա, այդ ժամանակ դուք ազգը ճիշտ ծևով պիտի առաջնորդեք։ Հետևաբար լավ դնդեսներ եղեք եւ ադոր համար հոգեվոր իմաստով ամեն օր սուրբ գիրք կարդացեք,
ձեր հոգին զորացուցեք, ամեն օր իրարու հետ սիրով եղեք, բարեգործ եղեք, ողորմած եղեք, իրարու մեղքերը ներեցեք, իրարու հանցանքները ներեցեք, իրար սիրեցեք եւ իրարու նեցու գրնակ կանգնեցեք, որբեսի Աստված բաբան օրհնեց ես եւ դուք իսկապես սիրելի փոքրիկներ եւ բադաններ կարողանաք մեր ազգը ավելի լուսավոր օրերու հասցնել։ Աստված ձեզ թող արադաբես օրհնե, ի քաղցր դեսություն մինչև հաջորդ ուրբաթ։ Լավ մնացեք, ողջ մնացեք, առողջ մնացեք։